Այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը ամենալավը երևում է Գյումրիի օրինակով։ Գալիս ես քաղաքի կենտրոն, սիրուն, սարքած, պոլիշարած, փոշիները վերցրած, մաքուր, ծառերը կանաչ ներկած, հələ մի հատ գնա հասի 58 կամ մուշ։ Ես վերջերս պետքա գնայի դեպի Ամասիա, այն հատվածը, որ իմ ամեն օրվա տան ճանապարհն էր, պետքա որ ընկնես մեջը, երկրի հակառակ կողմը կերևա։ Այդ ոնց որ սմերջով այդտեղ խփած լինեն։ Որտեւ իրանք բերում են, ասում են, այ տեսեք, ինչ սիրունա մենք ենք սարքել, ձեռի հետ էլ տանում են Ռուստավելի փողոցը, մտածում են, թե մարդ չկա էլի քաղաքից, պիտի ասեն, հա, այն վարչապետի փողոց որ ասում են, այդ Նիկոլ Փաշինյանն է, բայց դե էդ էլ մյուսն է, դրա համար եմ ասում, այ Գյումրիի օրինակով ամեն ինչ շատ լավ երևում է։ Տնտեսական քաղաքականության մասին խոսելու փոխարեն ուղղակի մինչև 2-3 թիվ ասեմ, հələ մի հատ ամեն մեկը թող մտքով գնա իր տան խոհանոց ու իր սառնարանի դուռը բացի։ Ու մի հատ հաշվի ասք, այնտեղ կաթը, ենթադրենք 5 տարի առաջ ինչ արժեր մի լիտր կաթը, այսօր ինչ արժի մի լիտր կաթը, հա, մի լիտր չի կստաց, 950 գրամ է, լավ, էդ էլ հաշվի առեք, լավ, մի տարի առաջ մի կիլո միսը ինչ արժեր, այսօր ինչ արժի, ու մի հատ հիշեք, 5 տարի առաջ աշխատավարձն ինչքան էր, հիմա ինչ արժի, այսքան այսօր ասում է, հեսա գալիս սա քարտով, վճարում ես 10%, 5% հետ է ստանում, 10,000-ն է տամ ինչ ես անել, ամարտ ենքան փող կա, որ չես իմանում, որ ջեբդ ես դերը կարող այելի կորցնես։ Էդ է իրանց վարած տնտեսական քաղաքականություն։ Ինչ էլ որ տեսնում եք, այդ սաղ պարտքով առածը, պարտքով, այսինքն պատկերասա կանգնում ես առավոտյան թրաշվելուց, հայլու առաջ ասում ես, այս պիջակս պարտքով առած, այս Վադալասկես պարտքով առած, 1000 ներողություն սրատակի մայկեն պարտքով առած, ասում ենք այդքան պարտքով վերցրել ես, ինչ ես արել, կամ առանց պարտքի, ես ինչ կունենայի, ու սկսում է հեքիաթները, Գյուլնաստատը ինչ պատմել է, 2 անգամ ավելի շատ այդ հեքիաթները սկսում են պատմել, դեպա զենք ենք առը, այդքան զենք որ առած լինեիր, հիմա մենք Ստեփանակերտում կլինեին, ոչ թե Ստեփանակերտցիք ստեղ կլինեին տնից տեղից զրկված, այդ պարտքը ասում են մեր ապագա, մեր երեխեքն են վճարելու, մեր թոռներն են վճարելու, չէ ժողովուրդ, տենց չի, այդ պարտքը այսօր մենք ենք վճարում, պետական բյուջեի եկամուտները 3 տրիլիոնից մի այսքան ավել են, ամեն տարի պարտքը, որը մեր պետությունը վճարում է, մի տրիլիոն է, այսքան պատկերացեք տուն ընտանիք, որ աշխատած ամեն 3 դրամից մեկը պարտք ես տալի, պատկերասա տուն ընտանիք, որ 100,000 դրամ փող է աշխատում, 33,000 դրամը փողը չմտած տանում պարտքի տիրոջն է տալի, Հատես ոնց կլինի, լավ, պատկերացնում եք այդ բան, մյուսը, ասում են, միջին աշխատավարձը 300,000 դրամ արժի, չամաչեի կասեի մի հատ հələ ձեռթող բարձրացնեն նրանք, ովքեր 300,000 դրամ փող են ստանում այս դահլիճում, ձեր մեջ բայց մի հատ մտածեք, լավ 300,000 դրամ, դե միջինա, չէ մի մասը ավել է ստանում, կեսն է պիտի քիչ ստանա, հələ մի հատ ձեր մեջից մտածեք, ասեք 330,000 դրամով է ստանում միջին աշխատավարձը, Կամ պարտքի մասին ենք խոսում, Հայաստանի Հանրապետությունը 330,000 անհուսալի սպառողական վարկ կա, 300,000 մարդուց ավել անհուսալի սպառողական վարկ ունեն, համարյա 150,000 մարդ սպառողական վարկի մայր գումարը 250,000 դրամ է,
պարտքերով, տոկոսով, տուժով, տուգանքով կարող է կես միլիոնը անցնի։ 300,000 մարդ, եթե նայենք դրան գումարած անուսալի գյուղատնտեսական վարկ, անուսալի բիզնես վարկ, հետո այդ բաժանենք Հայաստանում փաստացի ապրող չափած բնակչությունը այդ վարկառունների, անուսալի վարկառունների վրա կստացվի 6-7 հոգուց մեկը անհուսալի պարտքի տակ է։ Մնացածներն հուսալի վարկի տակ են դեռ։ Այսինքն պարտքով ապրող պետություն, պարտքերի մեջ թաթախած բնակչություն։ Բայց ասում են, տեսեք ինչքան լավ է։ Հայաստանը այսօր եկուց այն բանը որ թռնում է, այն Սպուտնիկը որ թռնում է, վաղը ավտոբուս էլ կթռնի, կհասնենք Մարս, արձակուրդը Մարսում կարծկացնենք, հետ կգանք ստեղ։ Էս է իրականությունը։ Էս է խնդիրը։ Այսինքն մի պետություն ասում ես, լավ, ինչ ես արտադրում։ Ասում շոկոլադ ենք, շոկոլադի գործարան ենք բացելու։ Հեսա բացելու ենք։ Լավ, նախորդ նախարարը 3 տարի առաջ էր ասում շոկոլադի գործարանը բացում ենք։ Ինչ եղավ այդ շոկոլադը։ Քերին ուրա որ երեխեն շոկոլադ ուտի։ Իրանք շվեյցարական շոկոլադ են ուտում, բայց այդ ստերում վերջ պիտրվի, չէ՞ ինչ-որ մի բան։ Մի բան էլ ասեմ, տնտեսությունից հեռանանք, նաև որտեվ ասում եմ մարդ մենակ ստամոքսով չի մտածում, չնայած եթե ստամոքսը դատարկ կա, ոչի բանի մասին չկարա մտածի հիմնականում։ Գրիշխանն ասեց, լավ, ինչ կարող է լինի մեր հետ։ Ես փորձեմ այդ Շիրակի մարզի վրա բերեմ։ Լավ, Գյումրի Թուրքի մայլա, ուրեմն ըստ ժամանակին թուրքեր են ապրե, հիմա մեր մեջ սեր ու հավանա, սեր եւ համերաշխությունա, ինչի՞ չէ որ գնացել են, կանչենք բերենք, ու հարց չկա թե երբ են գնացել, բայց այսօր։ Կամ կարող է, ոնց եղավ, չէ՞ պասպորտների այդ շտամպի վրայից արած սարը հանեցին։ Չէ, ինչ են ասում են թուրքերի պահանջը, ասում է չէ, այնտեղ մեկը սենց խելոք մտածում էր, ասեց ինչ մի լավ բան անեմ, արի շտամպը հանեմ, խանգարում ամես դեպի երջանիկ ապագան։ Վաղ ասեն, անի խոշոր ասված համայնք, չէ, անին իրական Հայաստանի հետ ինչ կապ ունի, անին Թուրքիա է, թուրքերն է կարող են եղանան, կարող է մոլլա գյոքչա, կար մարալիքցի կա ստեղ, կարող է մոլլա գյոքչա հանկարծ տենց մի բան, էդ ենք ուզում մենք, հա, Ամասիայի ռայկոմի քարտուղար ադրբեջանցի ենք ուզում, ՔՊ-ի իրանց շրջանային կազմակերպության ղեկավար, եթե հետ ենք ուզում, ուրեմն հետ ենք ուզում, բայց վստահ եմ, որ հետ չենք ուզում, որտև հաջորդ քայլը էդ է լինելու, ասում են ժողովուրդը մեզ քվեարկել է, ինչ ուզում ենք անում ենք, վաղն էլ նույնն են ասելու, ասել են քվեարկելու է, քվեարկել են ինչ ուզում ենք թող անենք, ու եթե չենք ուզում, որ ամեն 3 դրամից փոխարեն վաղը չեմ սոր ամեն 2 դրամից մեկը տանք, եթե չենք ուզում, 58-ում արդեն շենքերն է սկսեն փլվել, որտև այդ շենքը ինչքան է կառուցում ես, պի ռեմոնտ անես, չէ՞ պի պայես, որ չասեն ձեզ տունն է, պետությունը ինչ կապ ունի, ոնց էր ասում, չէ՞ ասում էր, աղքատեք վազն անցեք մեզնից, մենք հզայան պարտք չենք։ Եթե չեք ուզում, որ հյուսիս հարավը դառնա Երևանի փողոցները, որտև էդ է պետք է խնայես, այդ օրը գնացեք ու արեք այն ընտրությունը, որը ձեր խիղճը ու միտքը ձեզ թելադրում է, շնորհակալություն։